Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետություն կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Հազար բարի, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր լսարանին եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել անցած տոների, ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ, թող հաջող տարի լինի բոլորիս համար։ Շնորհակալություն եւ պարոն Մեհրաբյան, լսեցինք, որ ընդ որում ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Հայաստան Ադրբեջանից հերթական նավթամթերքի խմբաքանակն է գալիս։ Այս իրավիճակում նախ ինչու Հայաստանի քաղաքացիները Հայաստանի կառավարությունից այդ մասին չեն լսում եւ արդյոք սա բնականon գործընթաց է դառնում, թե այնուհանդերձ դեռ առաջի երկու անգամներն է կարող է գան եւ հետո ինչ որ փուլում այս գործընթացը կանգ առնի, հատկապես որ միակողմանի է։ Դե եթե ֆորս մաժորներ տեղի չունենան, ապա սա դառնալու է մի սովորական բան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ապրանքային հոսքերն են լինելու սովորական եւ կառավարության հայտարարության անհրաժեշտություն այստեղ չեմ տեսնում։ Մանավանդ պատվիրատուն մասնավոր ընկերություն է։ Մասնավոր ընկերությունն ինքն է որոշում պատվիրի թե չպատվիրի։ Կառավարությունը իր վարած քաղաքականությամբ Ադրբեջանի հետ միասին ստեղծել է այդ հնարավորությունը, X ընկերությունն օգտվում է, Y ընկերությունն էլ պայմանական կարող է եւ չօգտվել։ Բոլորն ունեն օգտվելու եւ չօգտվելու իրավունք։ Հետաքրքիր է ոչ միայն հայկական մասնավոր ընկերություններն են հետաքրքրված ադրբեջանական ապրանքներով, իսկ ադրբեջանական մասնավոր ընկերությունների կողմից գործնական ոչինչ չկա։ Դա արդեն Ադրբեջանի կառավարության ուրեմն ֆունկցիան է, հաշվի առնելով այդ քաղաքական համակարգի բնույթը, բայց ես կարծում եմ, որ դա էլ 7 տարի հետևում չէ, արագ այդ խնդիրը եւս իր լուծումը կստանա։ Պարոն Մեհրաբյան, ինչ իրադարձություններ են տեղի ունենում մի շարք այդ թվում է Հայաստանին առնչվող։ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ բանով է զբաղված, որը վարչապետի լիազորությունների շրջանակներում չկա։ Խոսքը կաթողիկոսին հեռացնելն է, նոր ճանապարհային քարտեզ է Նիկոլ Փաշինյանը գծել իրեն աջակցող հոգևորականների հետ։ Երբ տեսեք, այս ընթացքում օրինակ համարվում է, որ այս Թրամփի ուղին կարող է լինել ինչ որ օգտակար դրական գործընթաց Հայաստանի համար, տարածաշրջանի համար, ի վերջո կան կարծիքներ, որ սա կարող է վերջ դնել տասնամյակների արյունահեղությանը, բայց մենք տեսնում ենք, որ մեր կառավարության ջանքերը, վարչապետինը, արտաքին քաղաքականության պատասխանատուինը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, առողջապահական բոլորինը մի ուղղությամբ է գնում, իրենց պաշտոնից չբխող գործով են զբաղված, եկեղեցի են բարենորոգում։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, արդյոք սրա ձայն, այսպես ասած, հետո չենք լսելու Հայաստանի հետ կապված բացասական առումով։ Բացարձակ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, եթե դուք դրանով իսկ մտահոգություն եք արտահայտում, այդ մտահոգության ծագումնաբանությունն ինձ համար մնում է անհասկանալի։ Ինչ վերաբերվում է նախ թրիփի հետ կապված, թրիփը բացարձակ առաջնահերթություն է մեր պետության համար եւ այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատանք է գնում։ Այդ ամենը օր առաջ մեկնարկ տալու եւ իրականություն դարձնելու համար, որովհետեւ դա ուղղակի այլ ընտրանք չունի եւ բացի դրանից դա հենց այն բանալին է, որը դուռ է բացում դեպի մեծ հնարավորություններ բոլորիս համար։ Ոստեղ խոսքը ոչ թե իշխանության մասին է, չգիտեմ, վարչապետի մասին է կամ ձեր նշած նախարարների մասին է, սա բոլորիս մասին է։ Սա ապագա իշխանությունների մասին է նաև հաջորդ ծերունների մասին։ Սա մի կողմից։ Մյուս կողմից
Ինչ վերաբերվում է եկեղեցուն, այո, եկեղեցու հարցը դարձել է օրախնդիր հարց, որը հրատապ լուծում է պահանջում, եւ ես ողջունում եմ այս ներգրավվածության մեծացումը պետության կողմից այս հարցը լուծելու համար։ Եվ եկեղեցին վերածվել է որպես ինստիտուտ, վերածվել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիքի եւ կիրառվում է որպես գործիք, ինչը Հայաստանի Հանրապետությունը ուղղակի չի հանդուրժելու։ Սա մեկը միշտ պետք է հասկանալ։ Մեկ, երկրորդը, բուն եկեղեցու մասով կաթողիկոս Գարեգին երկրորդը այլևս ի վիճակի չէ կառավարել եկեղեցին, կատարել իր կաթողիկոսական առաքելությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին եւ ընդունել որոշումներ, որոնք բխում են հայ առաքելական եկեղեցու եւ նրա հետևորդների շահերից եւ կարիքներից։ Իսկ դա նշանակում է, որ օր առաջ ինքը եւ իր այն նեղ շրջապատը, իր այդ անձնական գվարդիան պետք է հեռանան օր առաջ։ Իհարկե, այդ պահանջը կրում է նաեւ եկեղեցու ներսում բարենորոգչական շարժումը ստանձնած 10 եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ, բայց այս ամենը պետության մասին է եւ պետության ներսում է, որ տեղի է ունենում եւ պետությունը պետք է իր ներգրավվածությունն ունենա այս process-ում, ինչն էլ եւ բարեբախտաբար սկսել է տեղի ունենալ։ Եվ ես ակնկալում եմ, որ առաջիկայում մենք կունենանք գործնական զարգացումներ եւ այլ տարբերակ չկա, քան KGB-ի ագենտ Եզրասի եղբայր Գարեգին երկրորդ կաթողիկոսը լքի իր պաշտոնը եւ ցանկալի կլիներ, որ գնա պատվավոր հանգստի, բայց եթե ինքը ոնց որ թե լավ չի հասկանում եւ դրսևորում է իր տարիքին եւ անցած ճանապարհին ոչ վայել կամակորություն եւ համառություն, ապա կարող է շատ ավելի տխուր վերջաբան ունենալ իր համար։ Այսպեսին է դասավորությունը մեր զրույցի պահի դրությամբ։ Հերքում է ձեր նշած անձը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, ասում եք կեղծ է դա։ Դուք երևի սպասում եք, որ նա կասի, այո, ես հավաքագրվել եմ KGB-ի կողմից եւ հիմա էլ ծառայում եմ FSB-ում։ Դուք դա եք սպասում, պարզ չէ, որ պիտի հերքի։ Չզարմանաք, որ բան էլ հերքի, որ Պուտինից մեդալ է ստացել, որ ստացածը մեդալ է եղել, որ պարգևատրողը Պուտինն է եղել, որ պարգևատրվողն ինքն է եղել, չգիտեմ։ Հիմա լացիրակների դարաշրջան է, որտեղ մարդիկ ինչ ասես ասում են առանց կարմրելու։ Շատ մարդիկ։ Լավ, շատ էլ չէ, որոշ մարդիկ։ Համեցեք։ Այսինքն դուք հակված եք հավատալ քաղաքացիներին հետապնդող, գաղտնալսող, կարմիր պապկաներում նրանց մասին փաստեր հավաքող եւ հետո քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այդ պապկաները բացող ԱԱՑ-ին ու անհատին հակված չեք հավատալ, ճիշտ եմ հասկանում։ Ես հավատում եմ միայն Աստծուն, իսկ վստահում եմ ուղղակի տրամաբանությանը եւ ընդունում եմ տրամաբանությունը որպես շատ կարևոր դիսցիպլին եւ առաջնորդվում եմ դրանով, իսկ այդ ամենը իրար հետ հուշում է այն, ինչ ասացի։ Վերադառնալով կրկին վարչապետի լիազորություններին, մենք ունենք հիմա խաղաղության նախաստորագրված պայմանագրի նախագիծ։ Չեք կարծում, որ ավելի շատ պետք է ջանքերը այդ ուղղությամբ տանել, Ադրբեջանի հետ վերջնական խաղաղություն հաստատել, մտածել ինչպես Հայաստանի տարածքներից հեռացնել, քշել ադրբեջանցիներին, այլ ոչ թե զբաղվել մի կրոնական կազմակերպության ներքին գործերով,
որի լիազորությունը չունեն, այսինքն վարչապետը ինչ անում է, առավոտյան գրառումը կաթողիկոսի մասին է, կեսօրի գրառումը կաթողիկոսի մասին է, երեկոյան գրառումն ու հանդիպումները կաթողիկոսի մասին են, էլ ժամանակ մնում է Հայաստանի անվտանգության խնդիրներով զբաղվելու։ Այսինքն շարունակելով ձեր հարցը, ինչ վարչապետը մենակ զբաղված է օրական 3 հատ գրառում անելով ուրիշ բանով զբաղված չի։ Ես չեմ կարծում գրառումների, եթե համարենք գրառումը մեկնակետ, գրառումների արանքում էլի բաներ է անում։ Իսկ այն խնդիրը, որը դուք եք ասում, դա կենսական կարևորություն ունի Հայաստանի համար, եւ այո, Հայաստանը պետք է ջանք ու եռանդ չխնայի Ադրբեջանին բեկելու այն դիրքորոշումը, որ պետք է օր առաջ, իսկ ավելի ցանկալի է այս տարվա առաջին կեսին Ադրբեջանն այդ պայմանագիրը ստորագրի։ Այդ հնարավորությունը կա, բայց այդ հնարավորությունը նաև թե որքանով կաշխատի կախված է Հայաստանի քաղաքական ակտիվությունից, Հայաստանի դիվանագիտության ակտիվությունից, այնպես չէ որ հաջողությունը երաշխավորված է, բայց այդ հնարավորությունները կան։ Մենք գոնե ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպիսի ազդեցություններն են դրականորեն մեզ համար ազդում Ադրբեջանի վրա եւ ինչպիսի ազդեցություններն են ազդում հակառակ ուղղությամբ։ Մենք տեսանք Ալիևի այս վերջին հայտարարությունը, Ալիևին, որին շատ են սիրում ցիտել այդ 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի այդ շապիտոյի կրկեսը, իրենց այսպես կոչված աղբային մամուլով, չէ՞։ Ալիևի հայտարարությունը մեկ էլ լռության են մատնում։ Այս վերջին հայտարարությունը, որով նա հանդես եկավ ամերիկյան պատվիրակության հետ տևական քննարկումից հետո, որի ընթացքում նա ամերիկացիներին հորդորում էր չեղարկել 907 բանաձև։ Հա, ազատության պաշտպանության ակտի այդ 907 ուղղումը, այսպես ասենք։ Ամերիկացիներն ըստ ամենայնի նրան ուղիղ ճանապարհն են ցույց տվել դրա վերացման ուղղությամբ, գնալ եւ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնակ, դադարեցնել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ եւ հայ ժողովրդի դեմ եւ Հայաստանի հետ նորմալացնել հարաբերությունները եւ համագործակցել Հայաստանի հետ։ Ահա ճանապարհը 907 բանաձևի վերացման։ Եվ դրանից ազդված Ալիևը գոնե վերբալ, այսպես ասենք, փորձում է տպավորություն ստեղծել, առնվազն տպավորություն ստեղծել, ես այստեղ այնպես չի, որ 100%-ով վստահում եմ նրա անկեղծության, որ նա այդպես է տրամադրված, հա։ Դա կարծում եմ դրական զարգացում է, բայց սա նաև հուշում է, որ հայկական կողմը ել ավելի ակտիվ պետք է աշխատի ամերիկացիների հետ, ավելի շատ շահագրգռելով Ադրբեջանին նկատմամբ ուժգնացնել այդ հորդորները ուղղված վերջնական պայմանագրի ստորագրման։ Ճանապարհն էլ ասեմ, Հայաստանը պետք է նախարարացնի այս թրիփի հետ, այս բանակցային գործընթացը վերջացնի, ավարտին հասցնի եւ օր առաջ այդ հանդիսավոր մեկնարկը շինարարության տրվի, հանդիսավոր ձև։ Մեկ եւ երկրորդը Հայաստանը այո պետք է վերջնականացնի օր առաջ իր որոշումը կապված նոր ատոմակայանի մոդուլային ամերիկյան ատոմակայանի շինարարության հետ կապված եւ դրա մեկնարկն էլ օր առաջ տա։ Այդ ամենը այո Հայաստանին կվերածի Միացյալ Նահանգների կենսական շահերի մի Հայաստանը չէ, մեր տարածաշրջանը եւ այդ շահերի առումով Հայաստանը դիտարկվի որպես Միացյալ Նահանգների առանցքային նշանակության դաշնակից։ Դրա բոլոր նախադրյալները կան։ Հայաստանն այդ ուղղությամբ նշանակալի քայլեր արդեն իսկ արել է։
Դա իհարկե այն Nvidia-ի եւ Dell-ի հետ այդ պայմանավորվածությունն է, որը իրականացավ եւ այդ պրոցեսորների համար արտահանման լիցենզիաները տրամադրեց Միացյալ Նահանգները, հա, այդ ընկերություններին դա շատ բարձր վստահություն է Հայաստանի, որը Միացյալ Նահանգները ցույցաբերում է։ Սա ինչ որտեղ նաև այո ավանսով վստահություն է եւ այստեղ անելիքներ կան։ Եվ հակառակը մենք տեսնում ենք, որ ռուսական ազդեցությունը ինչ թունավոր ուղղակի հետք է թողնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եւ Ադրբեջանի վարքի վրա։ Ինչ գայթակղություններ է ստեղծում Ադրբեջանի համար, դե հիշեցնեմ, երբ որ մի ծալապակաս նախկին մի արտգործնախարար կային Թոֆիկ Զուլֆուգարովը, որ հիմա վերածվել է պրոպագանդիստի, որ խոսում էր, որ Մեղրիով անցնող ճանապարհը դա Ադրբեջանի Հանրապետության բանն է, սեփականությունն է։ Հաստագլուխ գնա շեֆից ստորագրած փաստաթղթերը կարդա, տես մեջը տենց բան գրած է, թե չէ։ Եվ այլն, այսինքն մենք պետք է այստեղ շատ ուշադիր լինենք եւ այնպես չի, որ Ալիևի ասածը, Ալիևի արածը մենք էլ, չգիտեմ, այդտեղ միամիտ գիրք օրնենք ու ամեն ինչը այտենց հալած յուղի տեղ ենք ընդունում։ Այդպես չի, բայց որքան շատ կապվածություն, այնքան շատ զսպում Ալիևին։ Այս ֆորմուլան պետք է աշխատի եւ իհարկե այո Միացյալ Նահանգների ներգրավվածություն։ Մենք տեսնում ենք, որ անկախ նրանից, ով ինչպես է վերաբերվում Թրամփին, բայց Թրամփի մտցրած անկանխատեսելիությունը նման տիպի ռեժիմներին ուղղակի մշտական վախի մեջ է պահում։ Եվ դա շատ լավ է։ Հայաստանը պետք է այդ գործոնը ուղղակի օգտագործի իշահի նպաստ ինքնին, այո։ Բայց հարցը Թրամփին չկան ժամանակ կհատկացնի այս կողմի խնդիրների լուծմանը, որովհետև հիմա Վենեսուելայով է զբաղված, Իրանին է սպառնում, Գրենլանդիա է ուզում առնել, այսինքն Թրամփը չի զարթնում եւ միանգամից սպիտակ տան իր աշխատասենյակի վրա Հայաստանի խնդիրները վերտառությամբ ցուցակ դրած չի։ Ուրեմն պետք է Թրամփի հույսով ապրենք։ Հայաստանը ընդհանրապես ոչ մեկի հույսով չպետք է ապրի, Հայաստանը պետք է ապրի ինքն իր հույսով։ Դա որպես աքսիոմ։ Այդ չենք քննարկում։ Երկրորդը 19-րդ դարի վերջից, երբ Միացյալ Նահանգների եւ Իսպանիայի մեջ պատերազմ սկսվեց Թեոդոր Ռուզվելտի ժամանակ, այդ ժամանակվանից Ամերիկայի նախագահները ամեն օր զբաղված են ամբողջ գլոբուսով։ Եվ դեռ տեսանելի ապագայում էլ այո ամբողջ գլոբուսով զբաղված են լինելու եւ զբաղված են լինելու ոչ միայն մեզանով։ Սա աքսիոմա 2։ Երրորդը այնպես չի որ Թրամփի անձնական այն օրվա գրաֆիկից է կախված, թե ինչը որտեղ է գնում։ Համապատասխան նշանակումներն արված են, պատասխանատուները նշանակված են, process-ն ընթանում է ու շատ լավ է ընթանում։ Երկուստեք գոհունակությամբ, անկախ նրանից էլ եմ ասում, Թրամփը այսօր ժամանակ կհատկացնի, վաղը կհատկացնի, թե ոչ այսօր, ոչ վաղը չի հատկացնի։ Ինստիտուտներն այդպես են աշխատում։ Թրամփը պարզապես վստահելի կարող է լինել հաշվի առնելով այս ռուս-ուկրաինական իմաստով Բրիտանիային ու Ֆրանսիային ըստ էության միայնակ թողեց, որովհետև ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները վերջի պահին Միացյալ Նահանգները ստորագրությունը չի դրել Կիևում ռազմակայանների տեղակայման հետ կապված ներկայացված լինելու հարցով պատերազմից հրադադարից հետո
չկա մտավախություն, որ Ամերիկայի շահերը կստիպեն նրան, որ այստեղ էլ մտկափող լինի, եւ բայց նաեւ կխնդրեմ այդ մեկնաբանեք, ինչ է դա նշանակում, երբ որ վերջին պահին Միացյալ Նահանգները չհամաձայնվեց այդ գործարքին։ Բարդ է ասել ինչ է նշանակում, բայց այնուամենայնիվ դա նշանակում է համենայն դեպս մի բան, process-ը դեռ ավարտված չէ։ Ի վերջո, այդպես հեշտ process չի։ Հետագա համաձայնեցումների նոր փուլեր են լինելու։ Ինչեւ կգան ինչ որ ընդհանուր հայտարարի, բայց հաստատապես կգա, իսկ այդ ընթացքում էլ գոնե 100%-անոց կոնսենսուս կա, որ Ուկրաինային պետք է ուժեղացնել, Ռուսաստանի վրա ճնշումները պետք է ուժ գնացնել, իսկ այսօր մեկ օրվա ընթացքում արդեն ռուսական 2 տանկեր են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը ուղղակի արգրավել եւ ճնշումը մեծացնել են Պուտինի վրա, թող որևէ մեկը չկասկածի, նույնն էլ Եվրոպան։ Եվ այո, Ուկրաինան շարունակում է իր այդ deep strike-ները, հա, խորքային հարվածները Ռուսաստանի ուղղությամբ շարքից անելով թե նավթային ենթակառուցվածքը, ռազմական ենթակառուցվածքը, տրանսպորտային ենթակառուցվածքը, այն ամենը, ինչ սնուցում է պատերազմը։ Եվ բացի դրանից էլ, այո, նաև հրամանատարական կետերի ուղղությամբ, որը կազմալուծելու է կառավարումը, ռազմական եւ ոչ միայն ռազմական, եւ Պուտինը դրա մասին գիտի, եւ այն նարկոմարքսիստ Մադուրոյի ճակատագիրը շատ-շատերին շատ բան պետք է հուշի։ Եվ այս տանկերների պատմությունը շատ բան պետք է հուշի։ Ասեմ ինչ, որ ռուսական երաշխիք, ռուսական զենք, ռուսական դրոշ, 3 ռուսական կոպեկ չարժեն։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս 2 պատմություններից։ Եվ այնպես չի, որ Մոսկվայում վերլուծել չգիտեմ։ Ամեն ինչը շատ լավ հասկանում են, բայց նաև հասկանում են, որ իրենք այս քարտը ծածկելու համար ձեռքներին քարտ չկա, Թրամփի լեզվով ասած։ Ահա այն է, ինչ պետք է իմանալ։ Պարոն Երավյան, արդյոք պայթյուն սպասվում է ՆԱՏՕ-ի ներսում, որովհետև ինչպես նշեցի, Թրամփը ուզում է Գրենլանդիան վերցնել, թիմակիցները ասում են, եթե առևտուրը չլինի, ապա զորքերը նախագահի տրամադրության տակ են։ Դանիան, Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամներ են, ՆԱՏՕ-ի մյուս անդամները Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, մյուսները դեմ են խոսում դրան, սա ինչի կարող է հանգեցնել։ Իդեպ սա այն կառույցն է, որին Հայաստանում արևմտամետ հայացքներ ունեցողները կարծում են, որ Հայաստանը պետք է ձգտի եւ անդամակցի։ Անկախ նրանից, թե ինչ կլինի Գրենլանդիայի հետ, Գրենլանդիան այստեղ կա 3 տարբերակ, եթե իրական ունենք։ Այն, որ ոչինչ էլ չի փոխվի, Գրենլանդիան որպես ավտոնոմ տարածք կմնա Դանիայի թագավորության մաս, տարբերակն է։ Երկրորդը, Գրենլանդիան անկախություն կստանա, եւ երրորդ տարբերակ, որ անկախանալով ասոցացված տարածք կդառնա Միացյալ Նահանգների, այնպես ինչպես ասենք Պուերտո Ռիկո։ Չգիտեմ այդ տարբերակներից որը կլինի, բայց ռազմական գործողություն չի լինի, կլինի 2 բան։ Գրենլանդիայում կլինի ամերիկյան զորքերի բազմապատկում բոլոր դեպքերում։ Այնտեղ կա բազա փոքրաթիվ։ Եվ երկրորդը Գրենլանդիայի շուրջ
մի քանի 100 մղոն ռադիուսով ռուսական ու չինական ոչ մի նավ, ոչ մի լագան չի լողա այլևս։ Այդ դա կլինի։ Թե դա ինչ ճանապարհով կլինի, կապրենք տեսնենք, ես չգիտեմ, բայց դա ճգնաժամ չի առաջացնի։ Ես չեմ կարծում, որ դա այն հարցն է, որ ճգնաժամ կառաջացնի, որովհետև անկախ ամեն ինչից Գրենլանդիան ընդհանուր Եվրատլանտյան տարածքի, այն է ՆԱՏՕ-ի պատասխանատվության տարածքի անբաժանելի մաս է, այդպիսին մնում է եւ մնալու է։ Անկախ այդ ճառերից, ռետորաբանությունից, ատամների կրճտոցից, մեկի գոհությունից, մյուսի էլ դժգոհությունից։ Նայեք, Բայց վտանգավոր նախադեպ չի ձևավորվում, միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներն են խախտվում, ներխուժում այլ պետության տարածքը, Վենեսուելայի ներխուժում պահամերձության չկա։ Վենեսուելայի հետ։ ներխուժում չէ, դա անկախ նրանից է այդ երկրի ղեկավարը ինչ արատավոր բարքերի կրող էր եւ այլն, բայց միջազգային իրավունքը չպետք է պահել։ Ըստ էության Միացյալ Նահանգների բացատրությունը հետևյալն է, որ նա մի հանցագործ է, նարկոտերորիստ, որը հանցագործություն է գործել Միացյալ Նահանգների դեմ եւ հանցագործություններ, որոնք հետևանքներ են ունեցել անմիջապես Միացյալ Նահանգների դեմ։ Միացյալ Նահանգները չեն օկուպացրել Վենեսուելան, այնտեղ հիմա որ զորք չկա, նրանք հանցագործին բերել են դատարան։ Սա է Միացյալ Նահանգների բացատրությունը։ Հիմա թե ֆորմալ առումով այս ամենին ինչպես կնային, դա հիմա դրա հակառակ հարցն էլ կա։ Իսկ իշխանություն ուզուրպացնելը դա միջազգային պարտավորությունների խախտում չի, այ չէ։ Իսկ սեփական ժողովրդին սովի մատնելը, երկիրը նարկո բիզնեսի մի ճահիճի վերածելը, այդ ամենը ինչա մարդկության դեմ հանցագործություն չի, այլն, այսինքն այստեղ հարցը բազմաթիվ կողմեր ունի եւ միայն այդ կողմը չէ, էլի, որ այսինքն այնպես չի, որ Մադուրիկը նստած թիթեռ էր նկարում, այդ ամերիկացիներն էլ բան ու գործ չունեին, պարապեին, եկան վզից բռնեցին, տարան Նյու Յորք։ Դա էլ այդ Պարոն Մերաբյան, նայեք, Իրանի շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունները, հա, Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ, բացի այն, որ կարող են մեծ թվով փախստականներ գալ։ այո, դա կարող է, եթե սա շատ երկար ձգվի ու երկրում սկսի քաոս տիրել, սով սկսի, օրինակ, հումանիտար ճգնաժամ, այո, դա կարող է գեներացնել մեծաքանակ փախստականների հոսքերի։ Եվ դա շատ անցանկալի եւ վտանգավոր զարգացում է, որ կարող է տեղի ունենալ, ընդ որում ոչ միայն Հայաստանի համար, այլև Իրանին սահմանակից ցանկացած երկրի համար, ընդ որում սահմանակից թե ցամաքով, թե ծովով։ Դա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է հետագա զարգացումներին, ապա ցանկալի կլինի, որ որքան հնարավոր է շուտ կայունացում տեղի ունենա իրավիճակի։ Ես ելքերի մասին չեմ խոսում։ Ես կայունացման մասին եմ խոսում։ Որովհետև ասում եմ, այդ բոլոր բացասական հետևանքները կարող են լինել տևական ապակայունացման հետևանքով, ինչը մեզ անկախ ամեն ինչից ոչ մի կերպ ձեռնատու չէ։ Նաև Հայաստանին ձեռնատու չէ, եթե Իրանում ինչ-որ ագրեսիվ սեպարատիստական շարժումներ մեկնարկել, այս ընդհանուր անկայունացան ֆոնին։ Ինչ վերաբերվում է բուն իրավիճակին երկրի ներսում, ապա կար վտանգ, որ
Քանի որ հաշվի առնենք հետևյալը, այսօր Իրանի իշխանությունը թույլ է քան երբևէ եւ հեղինակազրկված է, ասենք ասենք զանգվածային գիտակցության մեջ, քան երբևէ։ Դա մեկ։ Երկրորդ այդ շարժումը, որը այսօր Իրանի 31 նահանգներից 28-ում տեղի է ունենում եւ կրում է զանգվածային բնույթ, սա այնուամենայնիվ տարերային շարժում է եւ ունի կազմակերպական կառուցվածք։ Սա այսպես ասենք բացասական կողմն է այս ամենի, որովհետեւ այս շարժումը այո գալիս է խարխլելու այն համակարգը, որը Իրանում կա, բայց կազմակերպական կառուցվածք չունեցող շարժումը քանդելով եղած համակարգը կարող է միայն քաոսի հանգեցնել։ Բայց մենք տեսնում ենք վերջին մեկ օրվա զարգացումը, դա Թագաժառանգ Ռեզա Փեհլևի ասպարեզ գալն է եւ նրա լայն ժողովրդականությունը, որը արձանագրվում է ըստ էության Իրանի բոլոր նահանգներում, մեծ եւ փոքր քաղաքներում, տարբեր խավերի շրջանում, նաեւ նրա կոչը, որ անցումային խորհուրդ ստեղծվի, նաեւ իր խոստումը, որ պայմաններ են ձևավորվում, որ ինքը վերադառնա Իրան, վերադառնալուց էլ բնականաբար գլխավորի այս անցումը դեպի ժողովրդավարություն, դեպի աշխարհիկ ժողովրդավարություն, ինչպես ինքն է ասում։ Այս ամենը իհարկե հուսալով է, բայց էլ եմ ասում, այս ամենը անցավ անցնելու համար պետք է այս ամենը տեղի ունենա հնարավորինս շուտ։ Իմ կարծիքով, դա էլ ասեմ, այս ամենը գիտակցում են նաև Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում։ Մի բան է հիմա տեղի ունենում, դա մեծածավալ ռազմաօդային ուժերի տեղափոխումն է դեպի Մերձավոր Արևելք, մասնավորապես Պարսից ծոց եւ Իրաքյան Քրդստան, Էրբիլ։ Իրանում սա իմ անձնական տեղեկատվությունն է, տեղյակ են, որ Էրբիլում է գտնվում Կարիբյան ծովում գործած Դելտա ստորաբաժանում։ Համենայն դեպս նման այսպես ասեկոսաներ են տարածվում արդեն Թեհրան։ Սա իմ տեղեկությունն է, իմ անձնական տեղեկությունը, որ այդ խոսակցությունները շատ ակտիվ ընթանում են եւ նաեւ այդ մասին հենց պարսկալեզու Telegram ալիքներն են սկսել հաղորդել։ Ահա այն ամենը, ինչ այս վարքյանին մենք ունենք։ Ինչ զարգացում հետո կունենա, բարդ է ասել, այդ ռազմական ներկայության մեծացումը կարելի է երկու ձևի գնահատել, կամ այսպես պատերազմի կամ հարվածի սպառնալիքի ֆոն ստեղծել դրանով իսկ քաջալերելով ցուցարարների, ինչը այս պահի դրությամբ եւ հաշվի առնելով այն դինամիզմը, որը կա իրանական քաղաքների փողոցներում, դա միանգամայն աշխատող է, դե երկրորդ տարբերակն էլ դա իրականում շատ կոնկրետ հարվածների նախապատրաստություն է, հա, կոնկրետ հարվածները դրանք կարող են լինել Բասիջի Իսլամական հեղափոխության կորպուսի շտաբերի եւ զորանոցների եւ զորամասերի, նաեւ որոշ կառավարական
օբյեկտների, հատկապես նրանք, որոնք կապված են գերագույն առաջնորդի հետ, հոգևոր առաջնորդի հետ։ Որը կլինի այս ամենը այս պահի դերությամբ անորոշ, եւ ես տպավորություն ունեմ, որ այս պահի դերությամբ դեռ որոշում չկա։ Ես գոնե սիմպտոմները չեմ տեսնում, որ որոշում կա ու ինչ որոշում։ Կա նաև, այո, սենատոր, շատ ազդեցիկ սենատոր Լինցի Գրեմի հայտարարությունը, որ ուղղակի նախազգուշացնում է Իրանի հոգևորականությանը, որ եթե դուք շարունակեք սպանել ձեր մարդկանց, ովքեր լավ կյանք են ընդամենը պահանջում, Դոնալդ Թրամփը կգա եւ կսպանի ձեզ։ Սա մեջբերում է։ Եվ քաջալերելով իրանցիներին ասում է, որ օգնությունն արդեն ճանապարհին է, սա էլ երկրորդ մեջբերում։ Բարդ է ասել, կապրենք կտեսնենք, գուցե այս մասով մեր խոսակցությունը մինչև դուք արդեն կնախապատրաստեք եւ կհրապարակեք, չեմ բացառում, որ արդեն հնացած լինի։ Եվ օրը բացվելուն պես մենք միանգամայն այլ պատկեր տեսնենք, որովհետև զարգացումները, այսպես ասենք, մաթեմատիկորեն ասենք, գծային չեն։ Հա? Այլ կալեյդոսկոպիկ, հա, որ կես շրջանանում եք, նկարը միանգամից նոր նկար է առաջանում, այնիշ պահի դերությամբ կանխատեսելի չէ։ Այս հավասարման մեջ, այսպես ասենք, փոփոխական մեծությունների թիվը չափազանց շատ է այն լուծելու համար։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցազրույցի համար։ Համեցեք